Ողջույն Տիգրան։ Օրերս տեղի ունեցավ Դավոսի տնտեսական ֆորումը, որի շրջանակում ստորագրվեց Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Այս ամենին միացել են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Նախ փորձենք մեր դիտողներին բացատրել ինչպիսի նախաձեռնություն է այս խաղաղության խորհուրդը, ինչ է ենթադրում եւ ինչ կարելի առհասարակ ակնկալել, հետո նաև խոսենք թե Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությունը կամ ներգրավվածությունը այս ամենին ինչ է տալիս։ Ի սկզբանե այս խորհուրդը ստեղծում էր Գազայի հակամարտության կարգավորման համար, երբ Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությամբ դադարեցվել էին ռազմական գործողությունները Գազայում, նախատեսվում էր, որ երկրորդ փուլում կստեղծվեր այս խորհուրդը, որի մեջ ներգրավված կլինեն տարբեր անհատներ, պետություններ, միգուցե նաև միջազգային կազմակերպություններ, որոնք պիտի կառավարեին այդ անցումային շրջանում Գազայում տեղի ունեցող բոլոր գործընթացները, նաև մասնակցեին ներդրումների ներգրավման մեջ եւ նաև այդ տարածքի վերակառուցման եւ վերականգնման գործընթացի մեջ, բայց այն ինչ ստորագրվել է Դավոսում շատ ավելի մեծ եւ լայն կազմակերպություն է, քանի սկզբանե նախատեսում էր ամերիկյան մամուլի տեղեկություններով այդ կազմակերպության կանոնադրության մեջ նույնիսկ չկա Գազայի վերաբերյալ որևէ հիշատակում, այսինքն այս Գազայից այս գաղափարը ծագեց եւ դրա արդյունքում ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվում է միջազգային նոր կազմակերպություն, որը կարծես թե նպատակ ունի զբաղվել տարբեր հակամարտությունների կարգավորմամբ եւ ոչ միայն Գազայի, իհարկե այս կազմակերպության ստեղծման տրամաբանությունը, անդամակցության տրամաբանությունը շատ մոտ է հենց Ամերիկայի նախագահի պատկերացումներին ու իր ողջ արտաքին նույնիսկ քաղաքականության տրամաբանության, այսինքն մենք գիտենք, որ կան ոչ մշտական անդամներ եւ մշտական անդամներ, ոչ մշտական անդամները անդամակցում են 3 տարով եւ նրանցից որևէ անդամավճար չի պահանջում, բայց եթե կան պետություններ, որոնք ցանկանում են դառնալ մշտական անդամ, նրանք պիտի $1 միլիարդ մուծեն այդ կազմակերպությանը, որը ենթադրաբար ինչ որ օրինակ Գազայում կզբաղվի այդ վերականգնման աշխատանքներով, շատ հետաքրքիր բիզնես մոդելի է նման, երբ օրինակ տարբեր ծառայությունների անդամակցում է, սկզբից կա ձերի օգտագործման անվճար օգտագործման ֆունկցիան եւ հետագայում կարող ես ընտրել անդամակցել թե չէ, այդ առումով իհարկե շատ նաեւ խորհրդանշական է ժամանակակից միջազգային հարաբերությունների տրամաբանությանը։ Արևմուտքում շատերը կարծում են, որ սա ուղիղ մարտահրավեր է ՄԱԿ-ին, նախագահ Թրամփը եւս մի քանի անգամ ուղիղ տեքստով քննադատել է Միացյալ Ազգերի կազմակերպության, նշելով, որ անարդյունավետ կազմակերպություն է դարձել եւ պետք է ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծել։ Այս փուլում նա նշում է, որ այս երկու կառույցները կարող են համագործակցել, բայց ակնհայտ է, որ սա հերթական քայլն է ուղղված հենց այդ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի տապալմանը կամ դրա մարտահրավեր նետելուն։ Նույնիսկ եթե նայում ենք ներքին ընթացակարգերը, այսինքն որևէ ընտրության նույնիսկ ընթացակարգ չկա, նախագահ Թրամփը միանգամից հայտարարվել է այդ կազմակերպության նախագահող, նշում է, որ նա կարող է լքել այդ պաշտոնը միայն իր կամավոր որոշման արդյունքում կամ եթե ինչ-որ առողջական խնդիրներ ունենա, այսինքն սա իհարկե ինչ-որ անախրոնիզմ է, որ ավելի շատ հիշեցնում է 19-րդ դարում գոյություն ունեցած կազմակերպություններ, քան հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ձևավորված այս նոր համակարգը, որտեղ այնուամենայնիվ այդ ինտերնացիոնալիզմը, երբ առնվազն բոլոր անդամները կազմակերպությունների ֆորմալ առումով, եթե բացառենք Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի, ունեն հավասար իրավունքներ, ունեն ձայնի իրավունք, քվեարկության իրավունք, բայց իհարկե կազմակերպության հարատևության հեռանկարները այստեղ եւս հարցականի տակ են, ես օրինակ։ Եվ ի վերջո Հայաստանի ներկայությունը այս ֆորումին առհասարակ այս նախաձեռնության ներգրավվածությունը ինչ որ բան մեծ տալու է, թե ոչ թե ավելի շատ։ Կարծում եմ Հայաստանի անդամակցությունը այս կազմակերպությանը կարելի է համեմատել Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին մինչև 2020 թվականի պատերազմը, մինչև 2022 թվականի էսկալացիան։ Այսինքն բոլորի համար պարզ է, որ այս կազմակերպությունը որպես այդպիսին շատ լուրջ գործառույթներ չի իրականացնում։ ՀԱՊԿ-ի պարագայում օրինակ պարզ է, որ այդ կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը դժվար թե գործի, որովհետև այնուամենայնիվ այդ կազմակերպությունը հետ խորհրդային պետությունների նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու
մտադրություն երբեք չի ունեցել, բայց Հայաստանը օրինակ անդամակցելով ՀԱՊԿ-ին մինչև 2020 թվականի պատերազմը օգտագործում էր այն որպես եւս մեկ հարթակ Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու, այդ հարաբերությունները զարգացնելու համար, ինչ որ դիվիդենդներ ստանալու համար, օրինակ էժան գներով սպառազինություն ձեռք բերելով համար, կարծում եմ այս պարագայում եւս նմանատիպ գործընթացի հետ գործ ունենք, այսինքն պարզ է որ մեծ հաշվով դժվար թե Հայաստանը որևէ գործնական օգուտ ունենա հենց կոնկրետ այդ անդամակցությունից, բայց այս անդամակցությունը օգտագործում է Միացյալ Նահանգների այս վարչակազմի հետ հարաբերությունները պահելու, կառուցելու, զարգացնելու համար մենք տեսնում ենք թե իշխանական մեդիան ինչպիսի ոգևորությամբ է օրինակ տարածում այդ նկարները, որտեղ Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփի հետ նստած միմյանց նայում են, ինչ որ բան են քննարկում, այսինքն սա նաև PR կոմպոնենտ ունի երկրի ներսում, միգուցե այս կապերը հետագայում կարող են օգտակար լինել ինչ որ կոնկրետ հարցերով խնդիրներ լուծելու համար, չգիտեմ, նախկինում հիշում ենք, որ հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ունի Դոնալդ Թրամփի WhatsApp-ի համարը, մոտավորապես այս տրամաբանությամբ պետք է դիտարկել այս կազմակերպությունը, բայց վերադառնալով նախորդ հարցին ես կարծում եմ իհարկե այս կազմակերպության հարատեությունը մեծ հարցականի տակ է։ Ես գրեթե վստահ եմ, որ եթե Միացյալ Նահանգներում փոփոխվի վարչակազմը, այսինքն դեմոկրատական վարչակազմ գա իշխանության, այս կազմակերպությունը պարզապես գոյություն չի ունենալու։ Եվ հիմա էլ նույնիսկ եթե նայում ենք թե ով է միացել այս կազմակերպությանը, հիմնականում կամ ԱՄՆ ներկայիս նախագահի հետ շատ լավ անձնական հարաբերություններ ունեցող պետություններն են, ինչպես օրինակ Թուրքիայի ղեկավարը, Հունգարիայի ղեկավարը, կամ այն պետությունները, որոնք ըստ Դոնալդ Թրամփի հայտարարությունների, որոնց նա օգնել է կանգնեցնել հակամարտություններ, այստեղ կա Հայաստանն ու Ադրբեջանը, Պակիստանը կա, Կաթարի օրինակ Կաթարը, որ միացել է եւս կարելի է դասել այդ նախագահի հետ լավ հարաբերություն ունեցող պետությունների, հիշում ենք, որ նախորդ տարվա սկզբին Կաթարը բավականին լուրջ ներդրումային փաթեթ էր առաջարկել ԱՄՆ նախագահին այդ ինքնաթիռի պատմությունը, որ խոստացել էին թանկարժեք ինքնաթիռ նվեր տալ ԱՄՆ նախագահին, այսինքն այստեղ ավելի շատ տանձնական միջանձնային կապերի հիման վրա ու նաև նախագահ Թրամփի համար PR-ի տեսանկյունից կարևոր երկրներ են ներգրաված։ Խոշոր երկրները մյուս կարծես թե ձեռնպահ են մնացել Արևմտյան Եվրոպայի բոլոր հիմնական խաղացողները։ Կարծես Ռուսաստանն էլ էր հրավիրված, բայց Ռուսաստանի պարագայում իհարկե այո, ավելի հետաքրքիր իրավիճակ է։ Մի կողմից իհարկե ռուսները չեն մերժել այս առաջարկը, բայց բավականին դիվանագիտական պատասխան են տվել, ասել են մենք պատրաստ ենք 1 միլիարդը մուծել ռուսական սառեցված այդ ակտիվներից, այսինքն փաստացիորեն մերժել են այս առաջարկը։ Ռուսաստանի համար իհարկե չեմ կարծում, թե հենց այս երկրների շարքում գտնվելը այդքան էլ մեծ պատիվ, նրանք իրենց պատկերացնում են որպես մեծ տերություններից մեկը, 3 մեծ տերություններից մեկը Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հետ նույն լիազորությունների նույն կարգավիճակ ունեցող եւ նրանք Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը հենց այդ ձևաչափերով են պատկերացնում երկու նախագահների ձևաչափով, երկկողմանի ձևաչափով եւ վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ այդպիսի ձևաչափեր կան հենց Դավոսից հետո ամերիկյան պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա բանակցելու ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ։ Մի խոսքով Ռուսաստանը ոչ մերժեց, ոչ հաստատեց, բայց փաստացիորեն չգնաց եւ չմասնակցեց։ Հետաքրքիր որ օրինակ Բելարուսը եւս հրավիրված էր, այսինքն լուրջ պատժամիջոցների տակ գտնվող երկիրը, որը Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո մեծ հաշվով մեկուսացվել էր միջազգային հարաբերություններից, հիմա այս նախաձեռնության շնորհիվ կրկին հնարավորություն է ստանում ներգրավել այդ գործընթացներով, բայց ամենակարևորը իհարկե այն է, որ արևմտյան ամենակարևոր դերակատարները չեն ընդունել այդ հրավերը, չեն մասնակցում այս ամենին, եւ սա իհարկե լուրջ կասկածի տակ է դնում այս ամենի արդյունավետությունը, որովհետեւ եթե խոսքը գնում է միայն անկեղծ ասած հիմնականում երկրորդական նշանակություն ունեցող պետություններով ինչ որ համաշխարհային նոր կազմակերպություն ստեղծել, որ գլոբալ հարցեր պետք է լուծել, այս փուլում սա այդքան էլ լուրջ տպավորություն չի թողում եւ ավելի շատ նախագահ Թրամփի հենց այդ
PR-ի համար օգտագործող նախաձեռնության տպավորությունը ստեղծում։ Երկրորդ մասում զրույցի կուզեի անդրադառնանք արտաքին հետախուզական ծառայության ամենամյա զեկույցին, օրերս հրապարակված, ու մի քանի կետեր ու բաժիններ կային, բայց հիմնականների մասին խոսենք, նախ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հնարավոր էսկալացիայի ու պատերազմի հետ կապված ձևակերպումներին նշվում է, որ օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026 թվականին ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է դարձել եւ բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման հավանականությունը, դրան հաջորդել է մեկ այլ ձևակերպում, մտահոգություն, որ արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին քննարկումները ամեն դեպքում Ադրբեջանում շարունակվում են, մեդիայի հրապարակումների քանակը այնտեղ աճ է ցույց տրվում սանդղակով ու նաեւ մտահոգություն են հայտնում զենքի ռազմական բյուջեի ավելացման եւ զենքի ձեռքբերման ծավալների մեծացման հետ կապված, ինչը շատ տրամաբանական է, բայց եթե համադրում ենք մեր իշխանության նախկինում հնչեցված հայտարարությունների հետ, այստեղ տարբերվում է, այս զեկույցը այդ առումով մենք շատ ենք խոսել, որ Նիկոլ Փաշինյանը իր թիմը ԿՊ-ին հարող մեդիաները միշտ փորձել են այդ սուր անկյունները Ալիևի ներկայացրած հայտարարությունների ավելի մեղմել եւ լավ լույսի տակ ներկայացնել, իսկ այստեղ հակառակ ավելի հստակ ու ավելի տրամաբանական ձևակերպումներ են արված։ Այո, իրականում կարևոր է, որ այդ ռիսկերի մասին գրվել է, որովհետև օգոստոսի 8-ից հետո հատկապես իշխանական քարոզչությունը ինչ որ պահերի նույնիսկ արձակվում էր մարդկանց դեմ, ովքեր խոսում էին օրինակ այդ արևմտյան Ադրբեջանի խոսույթի շարունակականության վերաբերյալ, հիշեցնեմ նաև, որ կար մի պահ, որ կեղծ լուր էր տարածվել, թե իբր այդ կազմակերպությունը լուծարվել էր, հետագայում դա հերքվեց եւ այդ կազմակերպության ղեկավարը հերքեց այդ նորությունները։ Ես մեծ հաշվով համաձայն եմ երկու գնահատականների հետ, այսինքն համաձայն եմ, որ առնվազն կարճաժամկետ կտրվածքով ռազմական էսկալացիայի հավանականությունը բավականին նվազել է, կարելի ասել շատ նվազել է, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանը նաև այս գործողությունները շարունակում է իրականացնել, սա նշանակում է, որ Ադրբեջանը գործողությունների մի քանի սցենար ունի։ Ի տարբերություն Հայաստանի, որը կարծես թե միայն պատրաստում է այդ ամենալավատեսական, ամենաօպտիմիստական սցենարին։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը հասկանում է, որ միայն պայմանագրերով, միայն ստորագրված փաստաթղթերով հնարավոր չէ ապահովել սեփական շահերը։ Մենք բոլորս Հայաստան բոլորը հույսը դրել են այն բանի վրա, որ շուտով ինչ որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, դելիմիտացիա կիրականացվի եւ դա դիտարկում է որպես երաշխիք, բայց Ադրբեջանը միևնույն ժամանակ այս գործընթացների մեջ ներգրավվելով ռազմական բյուջեն է մեծացնում, երբ Հայաստանը վերջին ռազմական բյուջեն նվազեցրել է, պահպանում է այս ավելի ագրեսիվ խոսույթները եւ նարատիվները այլ սցենարների համար։ Այս առումով կարծում եմ ողջունելի է, որ պետական գերատեսչությունը ավելի ստապ գնահատականներով է հանդես գալիս եւ բաց տեքստով գրում է այս ռիսկերի մասին եւ սա հայաստանյան իրականության համար վերջին տարիների իրականության համար բավականին բացառիկ երևույթ է, որովհետեւ սովորաբար պետական մարմինները կրկնում են քաղաքական իշխանության խոսույթները։ Այդ առումով կարծում եմ այդ հատվածը եւ մի շարք այլ հատվածներ բավականին ստացված են, ընդհանուր առմամբ կարծում եմ բավականին մեծ աշխատանք է կատարվել այդ զեկույցի վրա։ Եվ մյուս մասը, որ կուզեի խոսենք, հիբրիդային սպառնալիքներին է վերաբերում, նշվում է, որ 2025 թվականին Հայաստանը նման սպառնալիքների առնչվել է, դրանց նյութականացման տարբեր դրսևորումներ է տեսել եւ նաեւ կանխատեսում են, որ 2026-ին ընտրություններով պայմանավորված ու նաեւ տարբեր միջազգային միջոցառումներով, որ Հայաստանում են տեղի ունենալու պայմանավորված, դրանք ավելի ընդգրկուն, ավելի բարդ ու ավելի մասշտաբային են դառնալու ու մի քանի կետեր, ձևակերպումներ, ոլորտներ են նշվել, որտեղ որ նկատել են այստեղ ինչ որ խնդիրներ կան, որոնք որ Տես դե ինչպես հիշում ես, վերջերս մենք ամբողջական մի թողարկում նվիրել էինք այդ հիբրիդային սպառնալիքների թեմային եւ բավականին մանրակրկիտ վերլուծել ենք, թե որ վտանգներն են իրական, որ վտանգներն են հորինվում տարբեր
գործընթացներ իրականացնելու կամ կանխելու համար, այստեղ խնդիրը այն չէ, որ գրել են հիբրիդային վտանգների մասին, չնայած կարելի է ենթադրել, որ այս տիպի վտանգները հետախուզական գործառույթներ ունեցող կազմակերպությունների տիրույթում պետք է լինեն, երևի ԱՕՑ-ն պետք է զբաղվի այս ամենով, չնայած ԱՕՑ-ի կոմպետենտության հետ կապված լուրջ խնդիրներ կան, այստեղ սակայն ավելի խնդրահարույց բառը այն է, որ զեկույցի այդ հատվածում ուղիղ կարելի ասել միջամտություն կա հենց ներքաղաքական գործընթացներին, այսինքն եթե մենք ուշադիր ընթերցենք տարբեր ձևակերպումներ, նկարագրվում է ոչ թե կարելի է կռահել, կարելի է վստահությամբ նշել, թե ինչ քաղաքական ուժեր նկատի ունեն, ինչ խմբեր նկատի ունեն, օգտագործում են եզրույթներ, ինչպիսին են օրինակ գործակալական ցանցեր, նշում է, որ Հայաստանում կա գործակալական ցանց, որը ակտիվացնելու է։ Եթե Հայաստանում կա գործակալական ցանց, պետությունը պետք է ակտիվորեն զբաղվի այդ գործակալական ցանցի չեզոքացման ուղղությամբ, այլ ոչ թե զեկույցներ գրի դրա վերաբերյալ։ Կամ եթե կան խնդիրներ որոշ քաղաքական ուժերի հետ կապված, իմ կարծիքով Հայաստանում կան այն մեխանիզմները դրանք կանխելու համար, այսինքն օրինակ եթե ինչ որ ապօրինի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կան, պետք է համապատասխան մարմինները զբաղվեն դրանով, այլ ոչ թե արտաքին հետախուզական ծառայությունը։ Այդ առումով իհարկե հիշեցնեմ, որ առաջին զեկույցում այս կառույցի կողմից հրապարակված եւս այս խնդիրը կար, որ ներքաղաքական գործընթացների անվտանգայնացման միտում ենք մենք տեսնում, եւ սա իրականում վտանգավոր է, որովհետեւ մեծ հաշվով այդ գործառույթը անվտանգային գերատեսչությունների տիրույթում չի գտնում, որոշել որ քաղաքական ուժն է գործակալ, որը գործակալ չէ, եթե այսինքն կրկնում եմ, եթե կան հստակ տեղեկություններ, որ խոսքը գնում է գործակալական ցանցի մասին, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ ամենով, այլ ոչ թե զեկույցներ կան դրա մասին։ Ընդհատում եմ, ի վերջո, եթե խոսք է գնում ընտրությունների կամ ներքաղաքական զարգացումների կամ ներքաղաքական գործընթացներին ուղղված սպառնալիքների մասին, դա ներառել է այստեղ ու դիտարկել որպես արտաքին անվտանգության սպառնալիք։ Դե այդ հիբրիդային սպառնալիքների, հիբրիդային պատերազմի տեսանկյունից եթե նայում ենք, կարելի է դիտարկել որպես արտաքին սպառնալիք, բայց կրկնում եմ, այստեղ կարևոր է սթափությունը պահպանել, կարևոր է խոսել այդ իրական վտանգ, այսինքն մենք գիտենք, չէ՞ որ օրինակ ուղղորդված կերպով կեղծ նորություններ են տարածվում, այդ մասին կա զեկույցում գրված, դե մեխանիզմներ են նույնիսկ նկարագրվում գծապատկերի միջոցով, սա ամբողջովին լեգիտիմ խոսակցություն է, մենք կարող ենք քննարկել, թե ինչպես կարող ենք այդ կեղծ տեղեկատվության դեմը առնել։ Կա կիբերհարձակումների վտանգ օրինակ։ Այդ հարցով եւս մասնագետներ կան, որոնք զբաղվում են եւ դրա վրա ուշադրություն պետք է սևեռել։ Բայց ներքաղաքական տարբեր դերակատարներին բնութագրել որպես գործակալական ցանց, մանրակրկիտ այնպես բնութագրել բոլորի համար հասկանալի լինի, թե ում մասին է խոսքը գրում, կամ միևնույն ժամանակ որևէ գործողություններ չձեռնարկել, այսինքն սա պարադոքս է, եթե կա գործակալական ցանց, պետք է այդ գործակալական ցանցը չեզոքացվի։ Տվյալ պարագայում հենց այս հատվածը զեկույցի, ինչպես արդեն նշեցի, զեկույցը ընդհանուր առմամբ հաջողված զեկույց կարելի է համարել, եթե նաև հաշվի ենք առնում դրա ձևաչափը, այսինքն պարզ է որ շատ տեղեկություններ, եթե նույնիսկ լինեին այդպիսի տեղեկություններ, բաց տեքստով չէին հրապարակվի, բայց այդ հատվածը ավելի շատ քաղաքական քարոզչության տպավորություն թողեց եւ այնպիսի տպավորություն թողեց, որ գրվել է ոչ թե Հայաստան պետության տեսանկյունից, այլ իշխող ուժի տեսանկյունից։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։